Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարի ազատազրկման, մեղավոր ճանաչելով խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն եւ ահաբեկչության ֆինանսավորում հոդվածներով։ Դատավճիռը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային իրավապաշտպան շրջանակներում։ Վարդանյանի ընտանիքն ու պաշտպանները նշում են, որ դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, առանց լիարժեք կապի միջազգային փաստաբանների հետ եւ առանց անկախ լրատվամիջոցների մասնակցության, ինչը խախտում է եւ միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի ներքին օրենսդրության պահանջները։ Նրանք պնդում են, որ ապացույցները չեն հիմնավորվել, իսկ դատավարությունը քաղաքական մոտիվներով է ընթացել։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարության անկախ լրատվամիջոցների մասնակցությունից։ Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ նույնիսկ ադրբեջանական օրենքներով արդար դատաքննության չափանիշների հետ։ Բաքվում պահվող գերիներից Ռուբեն Վարդանյանի դատավճիռը վերջինն էր։ Ավելի վաղ Ադրբեջանի զինվորական դատարանը վճիռ էր կայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ գերության մեջ պահվող մյուս հայերի նկատմամբ։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նաեւ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարի ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադատ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը ստացել են 19 տարի, Գարիկ Մարտիրոսյանը 18, իսկ Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը 16 տարի ազատազրկում։ Այս ցուցակում են նաեւ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Վասիլ Բեգլարյանը, որոնք ստացել են 15 տարվա ազատազրկում։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս դատապարտյալների վերաբերյալ միջազգային արձագանքներում ընդգծվում է, որ դատական ամբողջ գործընթացը չի համապատասխանել արդար դատաքննության միջազգային չափանիշներին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին անում ապահովել լիարժեք, թափանցիկ եւ անկախ դատական նիստեր, ներառյալ միջնորդական մեխանիզմների կիրառումն ու միջազգային փաստաբանների մասնակցությունը, ինչը իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային, Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության եւ խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Я 10 числа выступил. Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի չնայած դատավորների դիմադրությանը փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում։ Իսկ ես խոսեցի շատ կարճ, չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին, բայց ես կարդացի մի կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար, եւ այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ, ու այն ավելի շատ երևի Հայաստանի մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։ Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը Վլադիմիր Լուգովսկոյի։ То, что я сказал, и хочу еще раз сказать, что мы должны понимать, что Ասել ու կրկնում եմ, պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով։ Առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի։ Ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից։ Ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու, մեր կարողությունից չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ Դատին ասելու 3 անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա եւ կլինի։ Վարդանյանի ընտանիքը եւ պաշտպաններն ընդգծում են, որ այս դատավճիռները ոչ միայն մեկ անձի կամ խմբի դեմ են, այլև արտացոլում են ավելի լայն քաղաքական մոտեցում հայ ժողովրդի եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունը եւ անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Մենք շարունակելու ենք նրա եւ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակ
հարձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Այս դատավարություններն ըստ փորձագետների խարխլել են վստահությունը միջազգային իրավունքի նկատմամբ եւ ազդել տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացների վրա, քանի որ դրանք ընկալվում են որպես քաղաքական մոտեցում, այլ ոչ թե բացառապես իրավական ակտ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։